Ողջույն սիրելիներս, ձեզ հետ Արմինե Գրիգորյանն է, այսօր խոսենք այն մասին, թե ինչ է հուշում անծանոթի հետ հանդիպումը, երբ այն տեղի է ունեցել ձեր անհատական թվի 3 թվի էներգիաների ներքո, այսինքն երբ ձեր անհատական տարվա թիվը 2026-ի համար կազմել է 3 եւ դուք պատահաբար հանդիպել եք ձեր հին անծանոթին, հին ծանոթին, հարևանին, ընկերոջը, դասընկերոջը եւ այլն, եւ որի մասին ընդհանրապես ոչ հիշում եք, ոչ մտածում եք, ապա սա թվագիտության տեսանկյունից հուշում է այն մասին, որ դուք այդ տարվա համար ունեք չավարտված գործ, այսինքն առաջադրանք, որը պետք է իրականացնեք, եւ եթե 2026 թվականը ձեր անհատական տարվա թվային ուրեմն արժեքը կազմում է 3, ապա հին ծանոթի հետ պատահական հանդիպումը կարող է խոսում է այն մասին, որ դուք անverջ կրկնում եք ձեր անցյալի հին սխալները եւ պետք է ժամանակն է եկել ձեր վարքագիծը վերանայելու եւ ձեր սխալները այլևս չկրկնելու համար։ Պետք է կարողանաք, սա հուշում է, որ պետք է կարողանաք անցյալում թողնել անցյալի սխալները, ձեզ ընդհանրապես քննադատեք, քննադատաբար ուրեմն չվերաբերվեք ձեր անցյալի հանդեպ, ներեք ձեզ ձեր անցյալի համար եւ ամբողջությամբ բաց թողեք, թող անցյալը մնա անցյալում եւ փորձեք ապրել ներկայում։ Ինչքան անցյալը ձեզ հետ բերում եք ներկա, այնքան ավելի դժվարանում է ներկայում ուրեմն ներկա չեք կարող ուրեմն տեղ բացել ներկայում դեպի ձեզ եկող էներգիաների համար եւ անցյալից ձեզ հետ եկող հուշերը, տհաճ իրադարձությունները, որոնք ձեր հոգին անդադալեկոծում են, ուրեմն ձեզնից էներգիա են տանում, որի կարիքը այսօր չկա, եւ պետք է հասկանալ, որ ժամանակն է եկել դրանից ուրեմն ձերբազատվելու եւ ընդհանրապես մոռանալու այն բաց թողնելու անցյալի որպես անցյալ եւ ժամանակն է ապրելու այս ներկայով եւ որպեսզի կառուցեք ձեր բարեկեցիկ ապագան։ Սա հուշում է նաև այն մասին, որ եթե ձեր անհատական տարվա թիվը 3 է, ապա պետք է սկսեք ստեղծագործական աշխատանքով զբաղվել, կապ չունի որ ոլորտում եք ուզում ստեղծագործել, դա լինի խոհանոցում, դա լինի նկարչության, ստեղծագործության, բանաստեղծություններ գրելու կամ թեկուզ հագուստներ կարելու կամ գործելու ձևով, ինչ որ ձևով ձեզ կարողանաք ուրեմն ձեր ստեղծագործական հմտությունները օգտագործելով ինքնադրսևորվել։ Նաև պատահական հանդիպումը հուշում է այն մասին, որ ժամանակն է անցյալի վախերից ազատվելու համար, անցյալի վախերը պետք է թողնել անցյալում եւ հիշել, որ ընդհանրապես վախերը մեզ խանգարում են ռեալ գնահատել ներկան, ռեալ գնահատել ընդհանրապես իրականությունը եւ դրանք խանգարում են ոչ միայն ռեալ տեսնել իրականությունը, այլ նաեւ ուրեմն խոճապի զգացում են առաջացնում մարդու մոտ եւ շեղում են ավելի ողջամիտ որոշում կայացնելու համար, այնպես որ եթե ձեր անհատական տարվա թիվը 2026 թվականին կազմում է 3, ապա փորձեք օգտվել այս ինֆորմացիայից եւ բաց թողեք այն ամենը, ինչ որ ձեզ այլևս պետք չէ եւ կարողացեք ձեր էներգիան տիեզերքից եւ դեպի ձեզ եկող ուրեմն 3 թվի էներգիայի տեսքով դեպի ձեզ եկող էներգիան փորձեք օգտագործել լավագույնս դեպի կառուցողական հունտ անելով ձեր կյանքը, ձեր ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու համար։ Ձեզ հետ Արմինե Գրիգորյանն էր, հաջորդ ուրեմն եթերի ժամանակ կխոսենք 4 թվի էներգիայի մասին, եթե անհատական տարվա թիվը 4 է։ Այսօր այսքանը, կհանդիպենք շուտով։